Ողջույն հարգելի ձեր, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք ինչ է ձեզ սպասվելու մայիս ամսին։ Այս քարտերը ուղղակի տեղադրել եմ որպես մեզ օգնական։ Ամբողջը կնայենք այս մյուս քարտերով։ Բացի դա էլ կխնդրեմ նաև բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Նաև ինչու՞ չէ, կարող սեղմել զանգակոճակը, որպեսզի եւս առավել եւս բաց չթողնեք, որովհետև հենց զանգակն է, որ ձեզ ասելու է, որ այս ալիքում նոր տեսանյութեր են հայտնվել եւ կարող եք նայել։ Նաև եթե չի բավականացնում սա ձեզ, եթե զգում եք, որ պլաններ ունեք մայիս ամսվա համար եւ սա ձեզ չի վերաբերվում, կարող եք նայել ձեր ամսվա նշանը, լուսնային կամ նաև ասցենդենտի նշանը։ Հղումները կան վերնագրի տակ, վերնագրի վրա սեղմում եք, ամբողջությամբ ներքևում բացվում են այդ տառերը, որտեղ որ գրված է, ասենք, ձեր նշանը ձի, այդպես։ Ահա, տեսնենք ինչ է սպասվում ձիերին մայիս ամսին։ Տեսակ լավ չեք տրամադրված մայիսը, դե վատ տեսանկյունից, այսպես եթե նայենք։ Խորնենք, որ նավեն է ուզում է ուրիշ տեղից դուրս գալ ինչ-որ բան։ Ահա, այստեղ 1-2 քարտ ունենք, որը պետք է օգնող ձեռք է մեզ պետք, ուրիշ ոչինչ։ Այստեղ շատ ինչ-որ պահեր չկան, որ այդքան էլ լավ չեն։ Ուրեմն մայիսը սկսում եք հնարավոր է նաև վեճերով, հնարավոր է նաև ինչ-որ մարդկանց հետ չեք կարողանում հասկանալ իրար, սկսում եք վեճով, կամ այստեղ ոմանք մայիսի 1-ով սկսում են որևիցե ինչ-որ կամ վերանորոգում անել, կամ ընդհանուր մաքրություն կատարել տանը, միգուցե դա է, միգուցե սա տեսնենք որն է ձեզ համար, որն է ընկել։ Պետք է վիճեն։ Ավելի շատ այստեղ չէ, գիտեք, եթե վիճեք, ապա ոնց որ պահի ազդեցության տակ ուղղակի չեք հասկանա իրար։ Տունեն մաքրելու, ինչ-որ մաքրության գործ է սա։ Այո, ինչ-որ մի բան ավելի լավացնելու համար եմ, հենց մայիսի 1-ով հենց ես չեմ տեղադրել, հիմա տեղադրեմ, վերադառնամ, սա ավարտեմ, լալուստի մասին չեմ ասել, ասեցի նոր հիշեցի, չեմ տեղադրել, այսինքն, մայիսին էստեղ նաև դե կարող եք մաքրել և մայիսի 1-ով իհարկե ունենք լիալուսին, որտեղ հենց պետք է ինչ-որ բաներ բաց թողեք ձեր կյանքից, հենց դա է, որ միգուցե որոշում եք մաքրել ձեր շրջապատը և ձեր կյանքից հանել այն ինչ, որ ձեզ խանգարում է, այն ինչ, որ ձեզ օգտակար չէ, այդ ամենը հանեք ձեզանից։ Ահա, տեղադրեցի լիալուսինը, այնպես որ ովքեր որ սա կնայեն, կարող եք հետո նաև նայել, տեսնել ինչ է սպասվելու ձեզ։ Գումարի հետ կապված, ոչ աղջկա հետ է դա, կապված, հնարավոր է իրեն եք գումար տալու, դուք եք իրենից գումար վերցնելու, միգուցե ձեր տնօրենն է, հաճախորդուհին է, ինչ-որ մեկն է, ով որ ֆինանսապես այդպես է իրար հետ կապվածություն եք ունենալու։ Միգուցե ձեր աղջիկն է, ձեր մայրն է, դուք եք գումար փոխանցում, ինքն է փոխանցում, մի խոսքով, ինչ-որ պահեր են, որ այդ աղջիկը այդ է կապված, պարտք եւ այլն։ Դե շրջապատի մարդիկ կարող են փոխվել, կամ դուք կարող եք ընտրել, կամ միգուցե կան ձեր շրջապատ այնպիսի մարդիկ, ովքեր որ ավելի միգուցե պաշտոնավոր կլինեն, նաև կունենան ոչ թե դիրք, նաև հեղինակավոր մարդիկ լինեն,
Եվ ձեր շրջապատի մարդիկ այս ամիս ձեզ կաջակցեն, եթե դուք դրա կարիքը կունենաք, ձեզ կօգնեն, եւ դա կարող է լինել պետական աշխատողներ, եւ դա կարող է լինել մեկ այլ աշխատող կամ կարող է լինել նաեւ ուղղակի ֆինանսապես ավելի ու ավելի շատ կայուն մեկը, որ ձեզ կաջակցի։ Նաեւ ձեր քույրը կամ եղբայրը կարող է պաշտոն ստանան, կամ իրենց մոտ է հարցեր պետական հիմնարկության հետ կապված, որ մայիսին կիմանաք։ Միգուցե ձեր հարևանը օրինակ գալիս են ոստիկանությունն է գալիս ձեր հարևանի մոտ, փնտրում է կամ իրեն գայս են ձեր տուն, իրեն են փնտրում։ Այդպես ինչ որ պահեր կան, որոնք որ կապված են պետական աշխատողների հետ եւ ձեր շրջապատող մարդկանց հետ։ Տան հետ կապված, ընտանիքի հետ կապված ոչ ուրախ պահեր կունենաք, միգուցե տան բնակարանամուտ եք նշում, միգուցե ընտանիքում է եւս մեկը ավելանում, իմանում եք ինչ-որ մեկի հղիության մասին կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում, տան հետ կապված, միգուցե տուն եք գնում, տուն եք վաճառում կամ տալիս են ձեզ այդ բնակարանը վարձով, ձեզ են ընտրում որ տան, դե դրսում այդպես է Հայաստանում, չգիտեմ, Հայաստանում պատահի տալիս է եւ Նաև ընտանիքի անդամները ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ կուրախացնի, նաև եթե դուք դրսում եք ապրում, կարող եք գնալ հայրենիք, կամ հայրենիքից ոչ մի բան լսեք, եւ դա ձեզ ուրախացնի, ձեր տրամադրությունը բարձրացնի, այդպես էներգիավլի կլինեք, միգուցե վերանորոգում եք սկսում, միգուցե հենց մաքրություններ, որ անում եք, նոր թարմ էներգիա եք հաղորդում տանը, եւ ձեզ լավ եք զգում, ոնց որ նստած, մաքուր, ամեն ինչը կոկիկ Ձեր երեխաները հատկապես եթե տղա երեխա ունեք, իր մոտ ոչ փոփոխություն կլինի կամ իրեն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք, միգուցե իր վերջին զանգն է, միգուցե ինքն է ընդունվում դպրոց, մանկապարտեզ, իր հետ է կապված ինչ-որ հարցերը։ Եթե աղջիկ ունեք, ապա կարող է ծանոթացնել իր երկրորդ կեսի հետ կամ ասի, որ սիրահարվել է, այդպես միգուցե նաև ուղղակի թեթև խոսակցություններ լինեն այդ մասին, որ ինքը ունի երկրորդ կես։ Նաև այստեղ կարող են ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, սա նաև ձեր տղան կարող է ծանոթանալ եւս ինչ-որ մեկի հետ եւ ձեզ ասի այդ մասին։ Նման կարող են տղա երեխա ունենալ կամ եթե հղի եք կարող եք իմանալ, որ տղա եք ունենալու։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր ձայնալարերին, հնարավոր է մայիս ամսվա ընթացքում կամ ավելի շատ հիվանդանաք, միգուցե կամ այդպես բարբերաբար հիվանդանաք, այդպես անընդհատ հիվանդ լինեք, բայց կոկորդը ցավի, այդպես եւ հետո անցնի։ Այդ ձայնալարերը, այդպես ձայնի կտրում, այդպես կարող են նաեւ լինել, հազ նույնպես։ Նման ուշադրություն դարձրեք, միգուցե Մայիս ամսին դեռ էլի կան պահեր, որ եւ տաք է, եւ ցուրտ է, եւ դրա համար կարող եք հիվանդանալ մրսել։ Որպես առողջությունը ինչ-որ խնդիրներ, եթե ունեք ասթմա, ապա կարող է առաջանալ, որտեղ նա գարուն է, ովքեր ունեն ալերգիա, այստեղ փռշտում են անընդհատ հնարավոր է նաեւ այդտեղ ծաղիկներից է եւ այլն, ապա դա եւս կարող է լինել մայիս ամսին ձեզ մոտ համար պետք է արդեն իսկ տիրություն անեք, որպեսզի չլինի, չնայած մեկ օր մնաց մայիսին։ Նաև հարաբերությունները այստեղ կամ եթե խնդիրներ կային, ապա այդ խնդիրները շատ հեշտությամբ կլուծեք, հեշտությամբ կավարտեք այդ խնդիրները, եթե իհարկե առկային։ Եթե ցանկանում եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, մոտենալ, շփվել, ապա այդ ամենը ավելի է հեշտանում ձեզ մոտ։ Այդ process-ը կամ դիմացին է շատ հեշտ կզրուցի ձեզ հետ, որտեղ ձեզ էլ է հավանում եւ այդպես է իրար հետ կարող շփվել կամ այստեղ եթե իրար հետ վիճել էիք հարաբերություններում խնդիրներ դա ոնց որ ավելի է հեշտանում իրար հետ հաշտվելը հեշտանում իրար հետ լեզու գտնելը խոսելը սա նաեւ եթե ինչ որ բան եք ուզում եւ ձեր զույգը մինչեւ այս չէր թույլ տալիս մայիսին ավելի կհեշտանա իրեն համոզելը այդ հարցում որ նա ձեզ թույլ տա ինչ-որ մի բան անեք փաստաթղթերը կարգին են փաստաթղթերը կլինեն եթե այդտեղ ալիմենտ եք ձևակերպում թոշակ այդ ամենը շատ
նորմալ կարգին հաջողությամբ կանեք, կավարտեք, միգուցե անձնագիր եք փոխում, միգուցե մեկ այլ հարցային ինչ որ կա փաստաթղթերի հետ կապված, այն կլուծեք եւ շատ հաջողությամբ։ Նաեւ կարող եք ծանոթանալ ոչ մեկի հետ եւ շփվել, իրար հետ ավելի ձեզ լավ զգալ, դա ինտիմ հարաբերություններ են միայն, ձեր երկրորդ կեսի մոտ կարող է որոցել լավ հաջողություն լինի, որը եւս ձեզ համար էլ, հա, հաջողություն լինի, ինչ որ հաջողակ բայր է, միգուցե աշխատանքի ընդունելություն, միգուցե աշխատավարձի բարձրացում, շատ բաներ կան, եւ դա եւս ձեզ վրա էլ կազդի այդ իր փոփոխությունը եւ դրական փոփոխությունը իհարկե։ Ճամփորդության համար կարող եք ճամփորդել ոչ տղամարդու մոտ, միգուցե ձեր երկրորդ կեսի մոտ, միգուցե ինքն է գալիս ձեզ մոտ, միգուցե միասին եք ճամփորդում, կամ ձեզ հրավիրում է այդ տղամարդը եւ գնում եք իր մոտ, քո ձեր եղբայրն է ոչ թե զույգը, ուղղակի կարող եք քննարկում եք այդ տղամարդու հետ մայիս ամսին գնաք կամ ուր գնաք, թե ոչ, կարող եք դասավորել աշխատանքից դուրս գալ, թե ոչ։ Այդպես։ Եվ աշխատանքի հետ կապված ոմանք կընդունվեն աշխատանքի եւ դա կնշեք, ոմանք կարող են սկսել հասարակության հետ կապված աշխատանք տանել, այդպես սոցհարթակով եւ ինչ որ կամ դուրս գաք բեմ խոսեք, կամ ինչ որ գործողություններ են, որոնք որ կանեք մարդկանց հետ կապված։ Գուցե որոշում եք հատուկ աշխատանքային սոցհարթակ բացել եւ այնտեղ աշխատել մարդկանց հետ։ Այս ամիս կարող եք ավելի շատ ելույթ ունենալ, եթե նման ինչ-որ բաներ կան, ապա ավելի շատ ելույթ կունենաք, կնշեք աշխատանքի վայրում ոչ առիթ, միգուցե ինչ-որ տարեդարձ է աշխատանքի հետ կապված, այդ աշխատանքի վայրի հետ կապված եւ նշում եք բոլորով, բիզնես կարող եք բացել եւ դա նշել։ Կամ բիզնեսում հաջողություն ունենալ, դա նշել, կամ ձեր բիզնեսը գովազդել, ներկայացնել մարդկանց, ինչ-որ մի ձևով այդպես, որ հանրությունը իմանա նաև այդ բիզնեսի մասին, այդ գործունեության, դե կարող է օրինակ այստեղ խանութ եք բացում եւ այդ խանութն է այդպես, ոնց որ առիթ է դա, նշում եք, ցույց եք տալիս ձեզ եւ ձեր գործունեությունը։ Ձեր շրջապատը, էլի եմ ասում, ընկերները կարող են նաև փոխվել, դառնալ ավելի բարձրաստիճան մարդիկ, բացի դա էլ այստեղ նոր ընկերներ ձեռք բերել, որոնք որ կփոխեն ձեր կյանքի իմաստը, իրենց հետ վերաբերմունքը, իրենց հետ այդ զրույցը, խոսելը, ամեն ինչը կփոխի ձեր կյանքում, եւ դուք էլ ոնց որ նոր իմաստ կստանաք, ավելի իմաստուն կլինեք տարբեր մարդկանց հետ, տարբեր այդպես ընկերների հետ։ Ընկերները չեն գնա, ավելի շատ կգան, կամ դուք կընտրեք այն ընկերներին, ովքեր որ ավելի իմաստուն են եւ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, ոչ թե ուղղակի այդպես անկապ բարևելու ընկերներ են կամ ինչ-որ նման մեկը։ Բայց եթե օգնություն, ես էլի ասեցի, այս մասին սկզբում օգնությունը կստանաք պետական աշխատողից կամ պետական հիմնարկությունից, եթե հարց ունեք պետական հիմնարկության հետ կապված, ապա այդ օգնությունը այնտեղից կստանաք։ Վախեր ունեք, խնդիրներ կարող են ի հայտ գալ մեկ ակնթարթ, չեմ կարող ասել ամբողջ ամսվա ընթացքում, մենք հիմա գնայենք, բայց խնդիրներ կարող են ի հայտ գալ։ Եվ մեկ ակնթարթ, որ ոնց որ մտածեք, որ սա պետք է հանգիստ լիներ, արագ լիներ ու հիմա ոնց որ ավելի դժվարանում է։ Տեսնենք, խնդիրներ ամբողջ մայիս ամսվա ընթացքում կլինեն։ Եթե խնդիրներ են, ապա տան հետ կապված է դա եւ միգուցե պետք է լուծեք այդ խնդիրները, այստեղ եւս վեճ ունեք։ Միգուցե դա է, այդ խնդիրները պետք է լուծեք, բայց կանցնի կկարողանան լուծել։ Այո, կկարողանաք լուծել, եթե խնդիրները հենց բնակարանի հետ է կապված, տան անդամների, այդ ամենը կկարողանաք եթե տան անդամներ են հումորի զգացումի կամ ինչ-որ նմանատիպ ինչ-որ բայրի միջոցով կարող եք վերացնել հանել, եթե ոչ, ապա միևնույնն է այստեղ այդ ամենը կկարգավորվի կամ կզարգանա այնպես, ինչպես որ ձեզ է հարկավոր։
Բայց այստեղ նաև պետք է դե հասկանալ, որ գաղտնիք կարող է բացահայտվել եւս մեկ ակնթարթ։ Եվ լուրջ վերաբերվեք խնդիրներին, եթե խնդիր կա, ապա լուրջ վերաբերվեք, գաղտնիքին եւս լուրջ վերաբերվեք, այստեղ ինչ որ բան է, որ մարդը ավելի ուրիշ կերպ է նայում այդ խնդրին, այդ ձեր վախերին, միգուցե վախեր ունեք եւ ասում եք, հա դե լավ թե ես միշտ չի, բայց ներքին վախ է, բայց թեթև տանում դա, բայց ինչ որ բաներ պետք է մի հատ լավ վերանայեք, միգուցե իրոք այդ վախերը ինչ որ շատ խորքից են գալիս եւ պետք է ինչ որ ձևով վախենալ եւ լուծել այդ հարցը ավելի շատ, հա, ոչ թե ուղղակի հասկանալ, որ պետք է վախենալ, այլ լուրջ ընդունել դա, այլ պետք է լուծել այդ հարցը։ Եվ իհարկե ոչ վեճի գնով, որտեղ ինստինկտիվ միևնույն է, վեճը կա, սա վեճի քարտն է։ Դա ես եմ փոխում։ Ես եմ բոլոր քարտերը փոխում։ Ոչ ոք իր նշանակությունը չի։ Ոչ ոք։ Մի երկու բան, որ իր նշանակությունը մնացած, իր նշանակությունը չի։ Այսքանը ձեզ համար ըստ ինձ հիանալի ամիս է, հիանալի, ոմանք աշխատանք կգտնեն, գումարները պակաս չի, տունը լավ է, ընտանիքը լավ է, մեկ ակնթարթ ինչ որ բաներ կարող են տեղ ունենալ, բայց դա բոլորիս կյանքում է լինում, այնպես որ դա ինչ որ քրիտիկական պահեր չեն, միևնույն է, բոլորի կյանքում դա կա, ոչ ոք չի կարող ապրել միմիայն դրական կյանքով եւ լավ կյանքով, նման բան չկա անգամ որ լսենք էլ կարելի է ծիծաղել եւ ուշքի չգալ դրանից, չգիտես ով կարող է միայն այդպես ապրել։ Այսքանը, թող որ մայիս ամիսը ձեզ միայն հաջողություններ բերի, այսքանը, լավ եղեք։